Բարև սիրելիներս, գիշերվա ժամը 9-ն է ու վաղը շաբաթ է, դրա համար որոշեցի խոհանոցը լավ հավաքել։ Շաբաթ օրը, ինչպես գիտեք, մեր մոտ ոչ աշխատանքային օր է ու բոլորը տանն են ու շատ լավ է, որ մաքուր խոհանոց ես ունենում առավոտյան։ Սա իմ պատրաստած քացախն է։ Այստեղ ջրից քալք է առաջանում, Հայաստանում այդպիսի բան չկար, ես որ տեսել էի շոկի մեջ էի։ Ու քացախով կարողանում ենք հեշտությամբ մաքրել։ Հիմա կտեսնեմ իմ քացախը ավելի ուժեղացել է թե ոչ։ Լցրել է հենց ուրիշ քացախի տարայի մեջ։ Ասեմ, որ վատ չինքը իր աշխատանքն արել, բայց իդեալական չի, դրա համար խանութի քացախով մի հատ էլ ջուրը կեռացնեմ, որ լրիվ մաքրվի ամեն ինչ։ Այսինքն դեռ իմ քացախի տոկոսանությունը ցածր է, մի քիչ ավելի երկար պետք է մնա։ Մոտ 3 լիտր խնձորի քացախ էր ինձ մոտ ստացվել։ Հիմա կտեղավորեմ ամանները կեղտոտ, աման լվանալու մեքենայի մեջ, կմաքրեմ պլիտեն։ Այս նյութը շատ լավ է մաքրում խոհանոցի լվացարանը եւ պլիտեն, իսկ մնացած հատվածը ուղղակի աման լվանալու հեղուկով կմաքրեմ։ Հիմա տեսեք, արդեն խանութի թեյնիկը ինչքան լավ մաքրեց այդ քայլքը, ներսից պսպղում է, ոչ մի սպիտակ հետք չկա թեյնիկի մեջ։ Ու այդպիսի ջուրը մենք խմում ենք։ Հիմա էլ կմաքրեմ լվացարանը, արդեն քանդել եմ։ Ճուտիկս այստեղ եկավ, շատ բոյովացել է։ Այս վերջին շրջանը ամեն օր հասկանում եմ, թե ինքը ինչքան է մեծացել, ինչքան է արդեն ամեն ինչ հասկանում։ Իմ ճուտիկը ամսի 25 կլինի տարի 7 ամսեկան։ Հատակն էլ մաքրեցի փշրանքներից, ահա եւ իմ լվացարանը լավ մաքրվել է։ Սա խոհանոցի լույսից է, այսպեսի որ թրթռում է։ Մի հատ էլ վերջնական արդյունքը։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքանը։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ մեկնաբանությունների համար։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, դրեք ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ, տվեք ինձ հարցեր, եթե հետաքրքրող հարցեր լինեն։ Կարող եմ նաև տեսանյութով պատասխանել այդ հարցերին։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, սիրում եմ բոլորիդ, տեսություն։